Ընկերությունը միջազգային ընկերություն է, որը ունի տարբեր հյուրանոցներ, աշխարհի տարբեր տեղերում, դու կարող ես դառնալ համասեփականատեր։ Այսինքն կան փաթեթներ, տարբեր արժեքներով, հիմա կհամտանանք այդ փաթեթների, որը յուրաքանչյուր մարդու համար հասանելի է։ Դու կարող ես ոչ թե ամբողջական անշարժություն բերել, այլ մասնաբաժին, օրինակ բացատրեմ։ Տվյալ այս սենյակը, չգիտեմ, կամ այս վերևի հարկը $100,000 արժի։ Հիմա դուք ասում եք ես 1000 ունեմ, մեկը ասում է ես 500 ունեմ, այն մեկը ասում է ես 15000 ունեմ։ Հիմա այդ տանուր հավաքվեց գումարը, կարելի է առնել այս տունը, այս սենյակը, այս հարկը, վարձով տալ, եւ ամեն մարդու տալ տոկոսը, եթե օրինակ վարձով տվեցինք աշխատեցինք մի տոկոս, $1000 աշխատեցինք, ինքը ստացավ իր մի տոկոսը, ինքը ստացավ իր մի տոկոսը, ինքը ստացավ իր մի տոկոսը, ամենախ իր տոկոսը ստացավ։ Չեստը։ Սա կոչվում է ռեյտ ֆոնդեր։ Աշխարհում այս ռեյտ ֆոնդերը հարյուրավոր տարիներ աշխատում են եւ շատ վստահելի են։ Հիմա պատկերացրեք ոչ թե մի սենյակի կամ մի հարկի համասեփականատեր եք, այլ համաշխարհային գործող ընկերության տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում անշարժ գույքեր ունի։ Դիվերսիֆիկացված ասում են, դու դառնում ես համասեփականատեր։ Ընկերությունը ձեզ տրամադրում է հարտակ։ Դուք ունենում եք ձեր կայքը, որտեղ կարող եք վերահսկել ամբողջ գործունեությունը, ստանալ ձեր գումարները, կարող եք աշխատել, դուք ունենում եք ձեր աշխատանքային սենյակը եւ ձեր գործունեությունը, ձեր բիզնեսը, ձեր հեռախոսի մեջ է։ Ընկերությունը ինչ է անում, այդ գումարներով ձեռք է բերում անշարժ գույք, ինչպես ասեցինք, տրամադրում է վարձակալության, հետո այդ վարձակալությունից առաջացած եկամուտը տեղաբաշխվում է բոլոր համասեփականատերերի մեջ, այսինքն բոլորս այսօրվանից սկսած լուծում ենք այդ խնդիրը, որ այդ կամ փող չունենք, բայց կարող ենք ունենալ անշարժ գույքից եկամուտ։ Ընդդուք ավելի բարձր, մենք չենք զբաղվում հաճախորդների փնտրտուքով, չենք զբաղվում դեռ մաքրենք, չենք զբաղվում վերահորոգենք, ոչ մի խնդրեմ չունենք, հանգիստ մարդ ենք, մեր փողը ամեն ամսի 10-ին մեր թոշակը կատած, եկավ մեզ, մեր փողը աշխատեց։ Գնացիք առաջ, սա մեր սկզբունքը։ Եվ ինչ ենք մենք ստանում, տեսեք, ստանում ենք բաժնեմասեր, որը կոչվում է ստապ փաթեթը ներառում է բաժնեմասեր եւ ներառում է, տեսնում եք 50%-ը ոսկե գույնը բաժնեմասերն է, իսկ 50%-ը տեսնում եք ռենտ է գրված, ռենտ։ Ինչ է նշանակում ռենտ։ Ռենտը նախորդ վճարված վարձակալության գումարը։ Այսինքն, երբ որ դուք փաթեթ եք առնում, ընդհանրեն $1000 փաթեթ առնում։ Օրինակ, չէ՞։ Այդ գումարը բաժանում է երկու մասի։ Մի մասը բաժնեմասն է, համասեփականատիրության իրավունքով, մյուս մասն է 500-ն է, դուք հյուրանոց եք վարձակալել, սենց ասեմ։ Հիմա տեսեք ինչ օգուտներ եք ստանում, տոկոսային օգուտները, գնացիք դաշը։ Բաժնեմասերի օգուտները, հետաքրքիր է ժողովուրդ։ Ամենալավ տեղն է տոկոսների փողերի տեղն է, բաներ, բաժնեմասերի օգուտը։ Բաժնեմասերը տալիս են տարեկան եկամտաբերություն մինչև $12,000-ով։ Այսինքն դուք փողը ստացար։ Եվ բաժնեմասի գինը թանկանում է տարեկան կտրվածքով 30-50%։ Ինչ է նշանակում, օրինակ 30-50% թանկացում։ Օրինակ $500 բաժնեմասը, կարաս վաճառես $1000, կրկնակի 50% թանկացավ, Եվ այս թանկացման պրոցեսը միշտ կա, չկա էժանացման պրոցես։ Չի էժանանում, միշտ թանկանում է։ Մինիմը 30%։ Միշտ թանկանում է, միշտ թանկանում։ Եթե մենք համադական տանենք, բանկը դոլարը շատ տա 2-3% տարեկան, կուրսը հակառակ չգիտես ինչ պետք է լինի։ Եթե ակցիաները առնենք, չգիտենք ինչ պետք է լինի, գինը պետք է թանկանա, թե էժանանա չգիտենք, բայց եթե ունենք համասեփականատիրության իրավունք, բաժնեմաս, ինքը կոչվում է ստեփ։ Տեսնում եք ստեփ տոկեն, մանետկա է, մոտոր։ Սա ձեր բաժնեմասն է վայր։ Գնացիք մյուսը, ինչ ենք ստանում ռենդից, այստեղ թանկացումն եք տեսնում, տեսեք, հիմա արժի 3.6 ես 40 ցենտով եմ առել։ Ինչքան է թանկացել, եթե մի դոլարից հաշվենք 500% արդեն թանկացել է։ Եվ պատկերացրեք, եթե մեկ հատ առած $10, օրինակ եթե դուք 5000 հատ բաժնեմաս ունեք, ուզենաք վաճառել, կվաճառեք ինչքանի, եթե $10 մի հատի գինը, ինչքանի կվաճառեք։ $50,000։ Ոնց որ $5000 5000 հատ բաժնեմասը վաճառես, ունենաս $50,000, գնա քո համար էլիտունա, եթե ուզում ես էլիտունա արես։ Այսինքն, այստեղ տեսնում ենք աճը եւ
հանգացումը եւ հնարավորությունը։ Եթե հիմա չեք առնում, արդեն տեսեք, այս սլայդը մենք սարքել ենք ի՞նչ կան, մի շաբաթ առաջ, բայց արդեն $3.06 անընդհատ հանգանում է։ Գնացինք առաջ։ Հիմա տեսնում եք անշարժ միտքերը մեր Թայլանդում, տարբեր երկրներում, գնացինք առաջ, տեսնում եք ինչպիսի հետաքրքիր տարբեր կոնցեպտներ կան, հա։ Շենքերով, արագացված արագացած ռեժիմով, տեսնում եք մեր Ցիխիզիրի Վրաստանի անշարժ միտքը, որը մեզ շատ մոտիկ է, տեսնում եք այդ կոմպլեքսը, որտեղ կարելի է գնալ Հանգստանում մեզ շատ մոտ է։ Հիմա տեսնեք ռենտը ինչ ենք ստանում։ Ով է հիշում ինչ է ռենտը։ Ռենտը նախորդ վճարված բնակարանի վարձակալության հյուրանոցի վարձակալության գումար էր։ Մեկ ռենտը հավասար է $1, կուրսը չի բարձրանում։ Մեկ ռենտը $1։ Եվ կարելի է ընկերությանը վճարել ռենտերով